Բարի օր, սիրելի ունկնդիրներ, են մանկետում այսօր Լիլիթ Դալաքյանն է, ես խոստացել էի նրան նորից հրավիրել և հրավիրել եմ սիրով ու մեծ ակնկալիքով, որ իսկապես ունենալու ենք շատ հետաքրքիր ու բովանդակային խոսակցություն, բարի գալուս Տիկին Դալաքյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Դալաքյան, ես իսկապես բոլորովին այլ հարցեր էի մտադրվել ձեզ տալ, բայց սկսենք երեկվա Մոսկվայի հանդիպումից։ Ռուսաստանի Դաշնության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանդիպումը ինչ հարցեր կամ ինչ պատասխաններ թողեց, ինչ եզրակացություններ մենք կարող ենք գալ այդ հանդիպումից, եթե հաշվի առնենք, որ բաց տեքստով Իրեւ ինձ համար շատ զարմանալի էր, որովհետև սովորաբար արարողակարգային նկարաններ տևում են ընդամենը 5 րոպե, բայց մենք 5 րոպե, գումարած 5 րոպե, էլի գումարած 5 րոպե, կարծես թե 35 րոպե տեսնում էինք հանդիպման ընթացքը։ Եվ այդ ընթացքում ամենայն դեպս Ռուսաստանի Դաշնության նախագահը ես չեմ կարծում, որ նա իսկապես այդքան անտեղյակ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, ամենայն դեպս եթե նույնիսկ անտեղյակ է, իր աշխատողները լուրջ անելիք ունեն, պնդում էր, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին պետք է մասնակցի Հայաստանի Հանրապետության ընտրություններին ու քիչ համարյա թե վարչապետ դառնա։ Ինչ էր դա նշանակում ու ընդհանրապես այդ հանդիպումը ինչ տպավորություն թողեց ձեզ վրա, ինչ եզրակացությունների մենք կարող ենք այդ հանդիպումից գալ հայ-ռուսական հարաբերությունների որակի, մակարդակի ու շարունակության առումով։ Ճիշտն ասած, տարօրինակ է, որ Վլադիմիր Պուտինը այդ հարցը բարձրաձայնեց, որովհետև Հայաստանի իշխանությունները չնայած ձեր ուժի հորդորին չեն արգելել եւ վստահ եմ չեն արգելելու տվյալ անձի երկքաղաքացի համարվող բարերարի, այսպես ասենք, ուժի մասնակցությունը, բարձ է, որ ինքը չի կարող լինել վարչապետ, բայց խոսքը վերաբերում է ուժի մասնակցությանը, որովհետև Հայաստանում կային պահանջներ արգելել ողջ ուժի մասնակցությունը, ես չեմ կարծում ինքը Սամվել Կարապետյանը վարչապետ է ուզում Հայաստանում դառնալ, նա բիզնեսմեն է, այլ հարց է, որ փորձում են Իվանիշվիլի երկու տարբերակ առաջ տանել, որ ասողը լինում է Սամվել Կարապետյանը, իհարկե նա էլ ունի, այսպես ասենք, հովանավոր պատվավոր նախագահ։ Այո, պատվավոր նախագահ եւ իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը այս առումով չի կատարել իր խոստումները եւ չի հաստատել Հայաստանում օրենք, այն կուսակցությունները, որոնք փորձում են ընտրակեղծիքներ արդեն սկսել են իրականացնել, այն կուսակցությունները, որոնք օտարերկրյա ֆինանսավորում ունեն, իսկ դրա մասին շատ բաց խոսվել է, նրանք պիտի չմասնակցեին, որը մեկը չի ասում ուղղակի ում ուզում ենք արգելենք մասնակցել, ինչպես ասեց Նարեն Կարապետյանը, մենք սահմանադրությունը իրավունք է մեզ տալիս, որ մենք մասնակցենք։ Այո, բայց եթե Մոլդովայում իրավունք չեն տալիս մասնակցել, որովհետև կա ռուսական գումարներ, շատ հեշտ է դա ապացուցել նաև Հայաստանի դեպքում, իդեպ ոչ միայն Սամվել Կարապետյանի ուժի վերաբերյալ, բայց դա չի արվել, այնպես որ Վլադիմիր Պուտինի կշտամբանքը կիսով չափ կարող ենք ընդունել։ Բայց ես կարծում եմ Վլադիմիր Պուտինը արդեն չի թաքցնում իր հակակրանքը Նիկոլ Փաշինյանի անձի հանդեպ։ Սա չի նշանակում, որ նրանք ցանկանում են Փաշինյանին փոխել, ցանկանալը եւ զգացմունքները քիմիան տարբեր բաներ են։ Իրենք գիտեն, որ չեն կարող Նիկոլ Փաշինյանին այս բային փոխել իրենց պաշտպանած ուժերով, բայց ամեն ինչ անում են թույլատնեն իր իշխանությունը, գիտեն, որ լուրջ տնտեսական լծակներ ունեն Հայաստանի վրա, ԵՄ-ի հետ կարծես մեր անդամակցությունը Փաշինյանն էլ խոսեց, որ դրա մասին դեռ չի խոսվում, ՀԱՊԿ անդամ ենք, ԵԱՏՄ անդամ ենք, թրիփի հետ կապված անորոշ իրավիճակ է, խաղաղության հետ կապված անորոշ իրավիճակ է եւ Վլադիմիր Պուտինը կարծում եմ դեռ այս առումով հանգիստ է, բայց ժողովրդավարության հանդեպ մենք գիտենք, որ Ռուսաստանի նախագահը ունի անտիպատիա, այսպես ասեմ, հակակրանք մեծ։ Եվ մենք ամառ հիշեցնում ենք նրան, որ մենք շատ ժողովրդավար երկիր ենք, եւ դա իրեն յարդայնացնում ունենում ընտրություններ։ Տեսեք, համենայն դեպս ինձ թվում է այդ հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանը այլևս չի կարող խոսել դարակազմիկ քիմիայի մասին, որովհետև կարծես թե ինչ որ այլ միկրոֆլորա է ստեղծվում ու բոլորովին ուրիշ անձի նկատմամբ։
Ես մշտապես նշել եմ, որ այդ տեսակետը, որ ընդդիմությանը միակ թեկնածու ունի եւ դա Ռոբերտ Քոչարյանն է, դա իր միֆն է, ինքն է տարածում, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունում շատ լավ տեղյակ են Քոչարյանի հեղինակության մասին, տեսնում են, որ 21 թվականին նա չկարողացավ հասնել իր նպատակներին, Ինքը իր քոքը մաշեցրեց։ Այո, հիմա Սերժ Սարգսյանը շատ լավ դրա մասին ի դեպ խոսում է, իրենք լավ իրար հասկացնում են, որ Քոչարյանը կամ խաղի մաս է կազմում, հայտնի չի ում խաղին, ներհայաստանյան թե նաև արտաքին ինչ որ խաղացողների, բայց այդ տեսակետը, որ մեկ է իրենց թեկնածուն Քոչարյանն է, նույնիսկ նոր ուժը հերքեց, որ այդպիսի բան չկա։ Դե Սերժ Սարգսյանը չի մասնակցում, Գայիկ Ծառուկյանի հաստատ թեկնածուն Քոչարյանը չի լինի, նա ամբողջ իր կյանքում չնայած Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կապված իր գրքում Քոչարյանը գրում է, որ ես եմ ստեղծել, փորձում է դիստանցավորվել։ Իհարկե ինքն է ստեղծել, այսինքն Քոչարյանը այստեղ Պուտինի դավաճանությանն է ականատեսում, բայց դա իր քաղաքական կապիտալի պատճառով է, հենց այնպես որևէ մեկին չեն սիրում, եթե դու չես կարողանում քո վրա դրված պարտավորությունները իրականացնել, պետք չի նեղանա, Վլադիմիր Պուտինը ունի Հայաստանում իր շահերը եւ Քոչարյանը ըստ էության չկարողացավ իրականացնել այն, ինչ 21 թվականին իրենից սպասում էին Ռուսաստանում։ Ավելին ես կարծում եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանի եւ Պուտինի միջև քիմիան այսպես շարունակվեր, ընդհանրապես Սամվել Կարապետյանի Հայաստանում հայտնվելու անհրաժեշտություն չէր ծագի։ Քիմիա։ Գիտեք, հետո Վլադիմիր Պուտինին ձեռնտու չի, որ Ռոբերտ Քոչարյանը, որը անդադ խոսում է իր շատ լավ հարաբերությունների մասին Պուտինի հետ, գա իշխանության, որովհետև Ռուսաստանը վերանանք անձերից հիմա նպատակ չունի պաշտպանել Հայաստանին։ Եթե Հայաստանում լինի իր ընկերը, ել ինչ են ասելու։ Հիմա ես ինչ եմ ասում Փաշինյան ինչ որ առումով հարմար է Պուտինին, չեմ ասում Պուտինն է դրել Նիկոլ Փաշինյանին, որ հիմա այդպես ասում են, տեսնում եք, հակաճառում է, արևմտամետ է, սորոսական է, մենք էլ ինչով օգնենք։ Իսկ եթե գայս է Քոչարյանը ասում է, ես էլ ոչ մեկին չեմ զանգելու, միայն Վլադիմիր Պուտինին, Պուտինը ոնց պիտի բացատրի Հայաստանի հանդեպ իր այսպիսի ոչ դաշնակցային պահվածքը։ Ես կարծում եմ երեկվա հանդիպման ացանցիալներից մեկն էլ նա էր, որ այսուհետ ոչ Մոսկվայից, ոչ Հայաստանում գործող Կրեմլի վկաները որևէ կռվան չեն ունենա հայտարարելու, որ Ռուսաստանի Դաշնությունն ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ընտրություններին չի միջամտում։ Եթե միջամտությունը կատարվում է առաջին դեմքի մակարդակով եւ կատարվում է առաջին դեմքի հետ հանդիպմանը, այլևս ինչի մասին կարող է խոսք լինել։ Դե ֆակտը ոնց ուզում եք վերցրեք, Պուտինը ինքն իրեն դրեց հենց հիբրիդային պատերազմի բուն կենտրոնում ու այդ ռումբը շարունակելու է փոքրականների տեսքով աշխատել։ Դա վատ վիճակի մեջ է դնում հենց Սամվել Կարապետյանի ուժին, ինչու, որովհետև չէ, Տակեր Կարլսոն իրենք խոսում են, որ մենք արևմուտքի հետ ենք շատ լավ, նույնիսկ ես լսում եմ։ Դեպրոսի քաղաքացիություն։ Այո, որոշ թունդ արևմտամետ ուժեր ասում էին, որ մենք իրեն ենք աջակցելու, դա պարզ չի, որ ինքը այնտեղ գույք ունի, ուրեմն ռուսամետ է։ Հիմա այս ամեն ինչը փոշիացվեց։ Վլադիմիր Պուտինը հասկացեց, գուցե, գիտեք, այստեղ ֆանտաստիկ ինչ-որ թեորիաների մեջ չեմ ուզում մտնել, բայց գործակալների հանդեպ Ռուսաստանը խանդով է վերաբերվում, որ հանկարծ չշեղվեն ինչ-որ ուղղությամբ, եթե նույնիսկ տնտեսական պատժամիջոցներ լինեն Սամվել Կարապետյանի հանդեպ, որտեղ ՀՄԿ-ի եթերում հաշվեց, որ նա ստիպողաբար է եկել Հայաստան, որովհետև իր հանդեպ Ռուսաստանում կան ճնշումներ։ Քրեական գործեր էլ կան։ Այո, այսինքն այնպես չի, որ Սամվել Կարապետյանը ինքը ոնց ուզի իրեն, ասենք, կտեղավորի աշխարհաքաղաքական process-ներում եւ դրա համար նույնիսկ գուցե հատուկ Վլադիմիր Պուտինը հասկացրեց, որ այս խմբակը պատկանում է ինձ եւ պարզ է, որ հայ հասարակության զգալի շրջանում դա շատ բացասական ուրեմն ազդեցություն կունենա, ինչը Վլադիմիր Պուտինը չէր կարող չհաշվարկել, բայց քանի որ Ռուսաստանում կարծում են, որ Հայաստանը հիմա աշխարհաքաղաքական թակարդում է հայտնվել ելնելով ԱՄՆ Իրանից անկանխատեսելի եւ իմ կարծիքով դեռ երկար ձգվող իրավիճակից, Ռուսաստանը առավել ագրեսիվ է սկսել իրեն դրսևորել։ Մի պահ Լավրովը էլի փորձում էր այսպես շողոքորթել նույնիսկ Արարատ Միրզոյանին, բայց այս հանդիպումը արդեն ցույց տվեց, որ էլի վերադարձել են իրենց նախկին տակտիկային այդ մուրճի կացնի։ Դերևս ոչ այնքան հանդիպումը, որքան ՌԴ-փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցը 10-ին, որը եթե շատ ուշադիր կարդաս, բավականին հակասական հարցազրույց է։ Նախ փոխվարչապետը պնդում է, որ Ռուսաստանը պատրաստ է իրեն կոնցենսիոն կառավարման հանձնված երկաթուղով այդ ինչ-որ փոքրիկ երկու հատվածները պատրաստ է վերականգնել, դա ինչ մի հարց է, որ
Կներեք, իսկ հետո սկսում է թվերով հիմնավորել, որ դա բացարձակ նպատակահարմար չի ու ընդհանրապես բանակցություններ դեռ պիտի վարվեն, որքանով Ռուսաստանի Դաշնության կատարած ներդրումները վերադարձելիության պատշաճ տոկոս ունեն։ Ես կարծում եմ, որ դա աբսուրդների աբսուրդն է։ Կամ կատարում ես քո կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սուսուփուս, ինչ քննարկում, ինչ բանակցություն, կամ հրաժարվում ես։ Այ ձեր խոսքից ելնելով ուզում եմ երկրորդ ամրակայել ձեր խոսքը եւ բերել երկրորդ շերտը, որովհետեւ Օվերչուկը իր հարցազրույցում դնում է նաեւ այն գիծը, որ ընդհանրապես եթե կա Իրանի ճանապարհը, էլ ինչի համար պիտի ինչ-որ մեղրի 42 կիլոմետրանոց հատվածում է պետք Իրանով այդ բեռները կտեղափոխեն ու ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության ճանապարհ Ռուսաստանի Դաշնություն Չինաստանից եթե հաշվի առնենք, նաև Ռուսաստանի Դաշնությունով կա ճանապարհ, այսինքն ոչ այս ոչ այն, արդեն Ռուսաստանը սկսել է Հայաստանի Հանրապետության հետ խոսել շանտաժի լեզվով։ Ինչ է դա նշանակում։ Հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ դե ֆակտո Օվերչուկի 10-ին տված հարցազրույցի գլխավոր միտքը մեկն էր։ Տրիպը տարածաշրջանում խախտեց հավասարակշռությունը։ Տրիպ չպետք է կառուցվի առանց Ռուսաստանի Դաշնության։ Որովհետև Կամ ընդհանրապես չպետք է կառուցվի, եթե ճիշտ հասկանանք։ Թրիփի կառուցման նպատակը Ռուսաստանը շրջանցելն է։ Այսինքն այս դիլեման ինչու է ստեղծվել։ Նիկոլ Փաշինյանը դա որպեսզի Ռուսաստանին չասի մենք ուզում ենք մաս դառնալ ձեզ շրջանցող ճանապարհի, բայց մենք չենք կարող չդառնալ, որովհետև այդ ճանապարհները անցնելու են Հայաստանը, ինչու պիտի չօգտվի, հատկապես եթե աշխարհաքաղաքական այս իրավիճակում Ռուսաստանը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով իրեն դրել է այսպիսի իրավիճակում, որ այլևս Ռուսաստանի տարածքը չի համարվում կայուն բեռների տեղափոխման համար։ Եվ ասում են ներդրում արեք, թե չէ կվերցնենք։ Իմանալով, որ Ռուսաստանը որևէ ներդրում չի պատրաստում անի, դե Նաստասիա Շվրեմյանը շատ հետաքրքիր հաղորդում են, որ ինքը ռուսական երկաթուղիները լուրջ միլիարդների պարտքեր ունի, այսինքն ռուսական բյուջեն հիմա Եվ վաճառում են իրենց աշխարհգույքը։ Այո, սա մեկ։ Երկրորդ ինչ վերաբերում է նպատակահարմարությանը, Հայաստանի իշխանությունները փաստերով կարող են ապացուցել, որ Ռուսաստանը տարիներ շարունակ չարաշահումներ է թույլ տվել այստեղ որևէ ներդրում չի արել, այսինքն երկաթուղին մեր աչքի առջև է, ինչ ներդրման մասին է խոսքը, նույնիսկ ամոթել է դրա մասին խոսել, մենք տեսնում ենք Վրաստանի տարածքով անցնող արդեն երկաթուղին ինչպես է փոխվում եւ Հայաստանի տարածքում գտնվող երկաթուղին ճանապարհները ընդհանուր առմամբ, բացի այդ, եթե գույք պարկի դիմաց խոսենք, ուրեմն Հայաստանը բացելով այդ թեման կարող է ասել, որ շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանը մեկ գործարանի գնով, կես գնով նույնիսկ վաճառել է մի քանի ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող հիմնարկներ։ Դե եթե այդպես է, մեկ հարվածով Նիկոլ Փաշինյանը կարող է երկու խնդիր լուծել, ապացուցել, որ դուք եք մեզ դեռ մի բան վնաս տվել եւ իրենց քիմիական ընկերոջը ուղարկել համապատասխան հասցեով, բայց քանի որ այդպիսի որոշում չկա, Ռուսաստանը այսպես մեծ ներողություն, որ այդպես եմ ասում, խոսում է, այսինքն մենք էլ պիտի խոսենք, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ զգուշանում է տարբեր պատճառներով եւ տնտեսական լծակների հետ կապված ես կարծում եմ Ռուսաստանը Վրաստանի տարածքը օգտագործելու է Հայաստանի հանդեպ ճնշումներ իրականացնելու համար եւ կխոսենք միջազգային ասպարեզում ԱՄՆ նախագահի սխալ քաղաքականության հետևանքով, որ իր դաշնակիցներին թողած ինչ-որ Ռուսաստանի հետ է փորձում պայմանավորվածությունների գնալ, սա Վլադիմիր Պուտինին տալիս է վստահություն, որ Թրիփը ընդհանրապես բարի կամք էր հռչակագիր էր նախագահ Տրամպի կողմից, իսկ ինչ կլինի այդ հարցով, պարզ չի։ Ես մի բան ուզում եմ հասկանալ եւ միշտ բարձրաձայնում եմ այդ հարցը։ ԱՄՆ-ն օգնելու է Հայաստանին երկաթուղին վերցնելու, այսպես կենցաղային ասեմ, Ռուսաստանի ձեռքից։ Ես չեմ լսել այդպիսի հայտարարություն։ Ինչու է այդ բանակցությունը վարում Նիկոլ Փաշինյանը։ Այդ հարցը չի կարող լուծել Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այդ հարցը պիտի լուծեն Դոնալդ Տրամպը եւ Վլադիմիր Պուտինը, բայց Դոնալդ Տրամպի վարչակազմի կողմից ես չեմ լսում։ Ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանը նույնիսկ լինելով ամենախելացի եւ ընտրված վարչապետը այդ հարցը լուծել մեկի հետ, որը ընդհանրապես շանտաժի լեզվով է խոսում, հայերին վտարելու լեզվով է խոսում, Հայաստանի ոչնչացման լեզվով է խոսում, դրա դիմաց Հայաստանը պիտի միայնակ չլինի։ Սա է խնդիրը։ Իմ համար առաջնայինը այն հարցն է, թե Թրիփը կառուցվելու է թե ոչ եւ արդյոք ԱՄՆ-ն լրջորեն է տրամադրած։ ԱՄՆ-ն լրջորեն է, ես Տրամպի մասին եմ խոսում, իսկ ցավալիորեն հիմա Դոնալդ Տրամպն է իշխանության։
Եվ պարզ է, որ Ռուսաստանը ամեն ինչ կանի, որպեսզի իրեն շրջանցող ճանապարհներ չկառուցվեն։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի հատվածին, դա էլ է հարցականի տակ, եթե Իրանը այս իրավիճակում գտնվի, Ռաշաստարան էլ չի կառուցվում, այսինքն ընդհանուր առմամբ անկայուն իրավիճակը միջազգային ասպարեզում թույլ է տալիս նույնիսկ մտածել, որ Ռուսաստանը ուզում է կրկին վերահսկել այդ նոյեմբերի 9-րդ կետը, որը շատ հաճախ ասում են, դրա պայքարն է, եւ ցավալիորեն կարծես Չինաստանն էլ է իրենց հետ համամիտ, որովհետև TRIP-ը Միջին Ասիայի երկրներին միացնում է Հարավային Կովկասով Եվրոպայի հետ, իսկ Չինաստանը կցանկանար, որպեսզի ճանապարհները վերահսկեր իր պրոքսի ուժը հանձինս Ռուսաստանի։ Չեմ կարծում, որ Չինաստանի ձեռնտու է, որ Դոնալդ Թրամփը վերցնի Պանամայի նեղուցը, հիմա ուզում է Հորմուզի նեղուցը վերցնել։ Գրենլանդիան մի հատ էլ TRIP-ը, այսինքն դա հյուսիսային ճանապարհի մասին էլ է խոսում Թրամփը, այսինքն սա ամեն ինչը Չինաստանի դեմ է ուղղված այս քաղաքականությունը։ Եվ այստեղ Հայաստանը այն էլ Իրանի այս ռադիկալ իշխանության ֆոնին, եթե իշխանություն չփոխվի, շատ հեղեղուկ իրավիճակում է գտնվում։ Սա կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը ինչպես իր հաշվարկները Ուկրաինայի վրա հարձակում սկսելուց, այնպես էլ այս պարագայում սխալ էին եւ ձախողվելու են, TRIP-ը կառուցվելու է, բոլոր պարագաներում կառուցվելու է, անկախ նրանից Թրամփը եւս քանի տարի նախագահ կլինի կամ Թրամփը հիմա սուզված է Իսրայել-Իրան այդ հակամարտության մեջ, որովհետև դա ամերիկյան տասնամյակների շահ է։ Դե ֆակտո TRIP-ի կառուցման մասին երևի թե առաջին անգամ խոսվել է դեռ 1999 թվականին Վազգեն Սարգսյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի ժամանակ, որովհետև այն ժամանակ եւ Վազգեն Սարգսյանը եկավ եւ ասուլիսում ներկայացրեց ինչ պայմանավորվածությունների է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ, Համաշխարհային բանկի հետ, այն ժամանակ Եվրոբանկ էր կոչվում, Եվրոբանկ։ Այդ բոլոր պայմանավորվածությունների առանցքը, որ նայում է իր պայմանավորվածությունների հետևանքները ինչ պետք է լինեին, հայ-թուրքական սահմանի բացում, հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ապա շրջափակում Հայաստանի, բացարձակ ապա շրջափակում, Արցախի հարցի լուծում հայանպաստ տարբերակով, այսինքն այն ամեն ինչը, ինչ հիմա գտնվում է TRIP-ի կենտրոնում, ապա շրջափակում, սահմանի բացում, այն ինչ TRIP-ի հիմքում է, եւ անվտանգ ներեցեք, եւ ամենագլխավորը անվտանգություն, որը ամրակայվում էր ոչ թե ռազմական ներուժի հզորացմամբ, այլ տնտեսական փոխհարաբերություններով, այսինքն ճիշտ այն փիլիսոփայությունը, ինչ դրված է հայ-ամերիկյան, ամերիկա-ադրբեջանական հուշագրերի հիմքում։ Մենք ստեղծում ենք տնտեսական հենք, որպեսզի այս երկու փոխերիմ թշնամիները այլևս իրար վրա չհարձակվեն, համենայն դեպս իրար հետ չասեմ բարեկամություն անեն, բայց առևտրական հարաբերություններ ունենան, տնտեսական շահավետ հարաբերություններ ունենան, որպեսզի այլևս խնդիր չունենան պատերազմելու շահը պահի։ Գիտեք, ուղղակի ինձ համար որն է այստեղ ցավ, Էրդողանը դա այն Թուրքիան չի, որը կար Վազգեն Սարգսյանի ժամանակ, Թուրքիան այդ ժամանակ շատ կոնստրուկտիվ էր իրեն դրսևորում, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ էր, որը չէր պատրաստվում Պուտինի հետ կիսել տարածաշրջանը, ինչու՞ չի Թուրքիան հիմա բացում սահմանը, նույնիսկ երրորդ երկրների քաղաքացիների համար, որը շատ փոքր քայլ է, դա չի վերաբերում ապա շրջափակմանը, ինչու է Ալիևը անընդհատ գրգռում հայ հասարակությանը, որ հորինված պատմություններով, ես չեմ վստահում ոչ Էրդողանի քաղաքականությանը, ոչ էլ Ալիևի, հակառակը, ես կարծում եմ իրենք այդ 3+3 հարթակը շատ իրենց հոգեհարազատ է, մշտապես նշում են, որ արևմուտքը այստեղ տեղ չունի։ Այսինքն ոչ թե իրենք նայում են տնտեսական նպատակահարմարությանը, այլ առավելապաշտական նկրտումներին, եւ Էրդողանը այդպես է, չէ՞, մուսուլման եղբայրների բարեկամն է եւ ծայրահեղականների հետ ունի կոալիցիա։ Այսինքն Հայաստանի հետ, այո, Թուրքիային ձեռնտու է ունենալ լավ հարաբերություններ, բայց այն Թուրքիային, որը Եվրամիության հետ չի խոսում շանտաժի լեզվով, որը ԱՄՆ-ին չի ասում, ես դուրս կգամ ՆԱՏՕ-ից, հիշում ենք Բայդենի իշխանության օրոք, եւ ցավալիորեն, քանի որ այո, TRIP-ը ԱՄՆ-ին ձեռնտու է, բայց ԱՄՆ-ում հիմա խորքային տեկտոնական փոփոխություններ են։
Ընտրությունների արդյունքով կտեսնենք Տրամպը ինչ իրավիճակում կլինի։ Հաջորդ նախագահը լինելու է MAGA-ից, իզոլացիոն քաղաքականության կողմնակից, թե փորձելու է ՆԱՏՕ-ի հետ վերականգնել իր հարաբերությունները։ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Տրամպը ինչքան կխորանա իր հակասությունները։ Ես կարճաժամկետ կտրվածքով եմ Հայաստանի համար վտանգներ տեսնում։ Մեզ համար ամեն օրն է վտանգավոր։ Պարզ է, որ այո, 10-15 տարուց կարող է այդ ճանապարհը կառուցվի։ Բայց ես լավատեսորեն եմ նաև տրամադրված ինչու, որովհետև Դոնալդ Տրամպի քաղաքական կարիերայի համար ուղղակի ինքնասպանություն կլինի շարունակել քայլերը իր դաշնակիցների դեմ բնական եւ Ռուսաստանի հետ այս սիրախաղը։ Մենք տեսնում ենք արդեն նա ձախողվել է ըստ էության Իրանում, նույնիսկ եթե հասնի իր նպատակներին մեծ հեղինակության անկում է կրում ԱՄՆ-ն, նա խոսում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ Ուկրաինայից բացայտ պահանջում է հանձնել իր հողերը, այսինքն Տրամպի այս քաղաքականությունը մեծ հեղինակության անկում է արդեն առաջացրել ԱՄՆ-ում եւ ես հուսով եմ նա կգիտակցի, որ ուժեղ Ամերիկա, որ ասում է America First, դարձնելու համար պետք է վերականգնել դաշնակիցների հետ լավ հարաբերությունները, ոչ թե Պուտինի հետ ունենալ հարաբերություններ կամ Պուտինի եւ Սի Ցզինպինի հետ փորձել կիսել աշխարհը։ Դա չի ստացվի, ԱՄՆ-ը կայացած ժողովրդավարություն է, բայց այդ ճանապարհին ինչ վնասներ կկրի Հայաստանը, ինչ վնասներ կկրեն տարածաշրջանային երկրները, դա դեռ պարզ չի։ Մենք հեղուկ շատ իրավիճակում ենք այսօր գտնվում։ Ձեզ հետ համաձայն եմ այն առումով, որ Տրամպը վարում է առաջին հայացքից հեղուկ քաղաքականություն, բայց Տրամպի քաղաքականությունը ռազմավարությունը նույնն է, մարտավարությունը, այսպես Սարավատյան ասում է մի բան, կեսօրին 180 աշճան ճիշտ հակառակը, երեկոյան ոչ ոք չգիտի կխոսի թե ոչ։ Այնուամենայնիվ նրա քաղաքականության հիմքում այդ ոչ միայն 8 պատերազմներ դադարեցնելը, չգիտեմ ինչն է, ինքը չի կորցնելու տրիպը կորցնելու պարագայում Տրամպը կորցնելու է նաև այդ իր 8 պատերազմների Նոբելյան մրցանակի եւ մյուս բոլոր ինչ ասեմ փառապսակի դափնե տերևները։ Տրամպը չի կորցնի տրիպը, որովհետեւ այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների երկարատև շահն է։ Այստեղ միայն Չինաստանի խնդիրը չի, այնտեղ կա նաև Հնդկաստան, այնտեղ կա նաև Միջինասիական հանրապետություններ, այս ճանապարհը կառուցվելու է Տրամպը նոյեմբերի ընտրություններում կհաղթի, թե կպարտվի։ Միևնույնն է, այո, միանգամայն ձեզ հետ համաձայն եմ այն հարցում, որ Հայաստանի Հանրապետությունը եւս գտնվում է հեղուկ վիճակում, ընտրությունները դեռ դնենք մի կողմ։ Բայց Հայաստանի Հանրապետությունը մնում է հեղուկ վիճակում նաև այն պատճառով, որ մենք շարունակում ենք երկու աթոռի վրա նստած մնալ։ Մենք գնում ասում ենք հապկը այսպես, բայց մենք սառեցված մնում ենք հապկում։ Ու ոչ ոք չի հարցնում, ինչքան, ինչու, անուն, ինչի։ Մենք գնում ենք ասում ենք, դե գիտեք, մենք շարունակում ենք ԵԱՏՄ-ի հետ այսպես հարաբերություններ պահպանել, բայց մենք գնում ենք դեպի Եվրամիություն, ԵԱՏՄ-ում կմնանք այնքան, մինչև արդեն ընդհանրապես հնարավոր չլինի։ Ես կարծում եմ քաղաքականությունը չի կարող դուալիստական լինել, եթե ունի հաջողության հասնելու նպատակ։ Այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է բխի Հայաստանի Հանրապետության շահերից։ Իսկ Հայաստանի Հանրապետության շահերից բխելու համար պետք է ազգային օրակարգը ձևավորել, որն է մեր ազգային օրակարգը։ Հիմա ես արդեն կանցնեմ խիստ տրամաբանական գովազդի, խիստ տրամաբանական այսօրերին ու անպայման կնշեմ, որ Հանրապետություն կուսակցությունը այդ երկարաժամկետ պետական ծրագիրը ունի եւ այդ երկարաժամկետ պետական ծրագրի հիմքում դրված է տնտեսությունը, դրված է արտադրությունը, դրված են աշխատատեղերը, բայց նաեւ դրված է արտաքին քաղաքականության նստակեցումը։ Մենք չենք կարող անverջ բարել, անverջ նստել բոլոր հնարավոր աթոռների վրա։ Բացի այն, որ ֆիզիկապես դա անհնար է, կոտրվում են այդ աթոռները։ Արդեն Ռուսաստանն է ասում կամ մյուս երկրներն են ասում։ Ու այս ամեն ինչից նաև եկեք հաշվի առնենք մի ուրիշ հանգամանք։ Իսկ տնտեսական ինչ վիճակում է Ռուսաստանի Դաշնությունը։ Բարոյական ինչ վիճակում է Ռուսաստանի Դաշնությունը։ Երբ բլոգերը ասում է, գիտեք, Վլադիմիր Պուտինը սխալվում է եւ հաջորդ օրը հայտնվում է հոգեբուժարանում։ Էլ չասեմ արդեն ինոագենտների ավելի մեծ ցանկի մասին, քան երևի որևէ քիչ թե շատ տանկախության միտվող լրատվամիջոց կա, բոլորը ինոագենտ են։ Բոլոր նրանք, ովքեր Պուտինին ասում են, որ
լավ հավատում եմ քեզ, բայց դու էլ հնարավոր է սխալներ անես, կամ վտարվում են երկրից, կամ հայտնվում են բանտերում, կամ սպանվում են ինչ-որ անհայտ փողոցներում ու հրապարակներում։ Սա է Ռուսաստանը արդյոք կարողանա այդքան ռեսուրս ունի, տնտեսական ռեսուրս, ֆինանսական ռեսուրս, ինչու ոչ նաև ժողովրդավարական, թեկուզ իրենց պատկերացումներով ժողովրդավարական ռեսուրս, որպեսզի շարունակի դեռ իր կամքը թելադրել այլ երկրների։ Չհաշվենք Բելարուսին, մյուս երկրներին։ Սա էլ է հարց։ Մի նկատառում միջին միջանցքի հետ կապված ես վերջերս արևմտյան մամուլում հոդված կարդացի, որ Ռուսաստանը Չինաստանի հետ մտածում է ապակայունացնել իրավիճակը Միջին Ասիա երկրներում, օգտագործելով Աֆղանստանի վտանգը թալիբների։ Ինչը մենք տեսանք վերջին ժամանակներս։ Եվ տեսնելու ենք իմ կարծիքով, այստեղ Ղազախստանը եւ ուրեմն Տաջիկստանը օրինակ կարող են լուրջ խնդիրների առջև կանգնել, այսինքն իրենք աշխատում են ոչ միայն Հարավային Կովկասի ուղղությամբ, այլ նաև Միջին Ասիայի, միայն մեզնից չի կախված լինելու այդ ճանապարհների անվտանգ անցումը, այսպես ասեմ։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, տեսեք, Ռուսաստանի հիմնական շեշտը ոչ թե ժողովրդավարության վրա է, այո, այլ ուրեմն ժողովրդավարական երկրներին իրար հետ բախելու։ Մենք հիմա տեսնում ենք, որ Եվրոպայում 1-2 երկիր կարողանում են իրենց կամքը թելադրել, ըստ էության Ուկրաինան մնացել է առանց ֆինանսական աջակցության։ Ինչ դժվար է լուծել այդ երկրի հարցը։ Եթե Օրբանը չընտրվի, շատ լավ է։ Տեսնենք ապրիլի 12-ին ինչ կկատարվի։ Ֆիցոն կա ասում է, ես ինքս ուրեմն բլոկ կդնեմ օգնության վրա։ Այսինքն ինչ են անում ռուսները, հիբրիդ մեթոդն են կիրառում, օգտագործում են միլիարդավոր դոլարներ, հիմա Գագաուզիայում ընտրություններ են լինելու, վստահ եմ Հայաստանում չի ճանաչելու արդյունքները, դա համաձայնեցված չեն կենտրոնական իշխանության հետ։ Այնտեղ դուրս են գալու փողոց, ասեն մեզ ճնշում են, այսինքն իրենք խաղում են կոնֆլիկտներ ստեղծելու վրա, գնում են, նույնիսկ ես դա բացայտ ասում եմ, օրինակ Ֆրանսիայում Տիկին Լիպենին վարկ են տրամադրում առանց վերադարձնելու պայմանի, իսկ նա ունի մեծ հեղինակություն։ Գերմանիայում արգեին։ Այո, ուրեմն մենք տեսնում ենք Մեծ Բրիտանիայում ըստ էության ռեֆորմիստների կուսակցությունը Նայջել Ֆարաջի գլխավորությամբ հաղթելու է հենց այսօր, եթե լինեն ընտրություններ։ Շատ ցածր է հեղինակությունը Եվրոպայում այն երկրների, որոնք հանդես են գալիս ուրեմն Ռուսաստանի դեմ, ժողովրդի երկրներ ղեկավարների։ Միացյալ Նահանգներում ունի Տակեր Կարսոններ, Իլոն Մասկեր, մեկ Մասկի հետ վիճում են, բայց էլի խնդիրներ չեն ունենում, հետո ունի ուրեմն այս Պաուլինան Տիկին կոնգրեսմենուհին, որը կանչում է ռուս պատգամավորներին, Դումայի անդամներին, այսինքն արևմուտքը, հա, Տրամպը, որը ասում է, որ մենք ընդհանրապես դուրս են գալիս ՆԱՏՕ-ից, դուք մեզ պետք չեք, այ որ Ռուսաստանը հարձակվի, ձեզ չենք օգնի, այս իրավիճակում Ռուսաստանը խաղում է այս տարաձայնությունների վրա եւ ժողովրդավարությունը շատ լավ բան է, բայց ժողովրդավարությունը նաեւ տարաձայնություններ է բերում։ Ռուսաստանը մեկ հոգի որոշում է, ոնց կա, ես չեմ ասում, դա ճիշտ է։ Այսինքն Ռուսաստանի հիմնական խաղադրույքը հենց այս երկրներում իր պրոքսի ուժերի վրա ազդեցությունն է, երկրորդը վախեցնելը։ Տեսեք ինչ է ասում Օրբանը, այ պատերազմ է լինելու եւ ժողովրդի վրա դա ազդում է։ Իդեպ, օրինակ Պորտուգալիայում էլ ազգայնական ուժերը վերջերս եկան Վրաստանում են ասում եւ տեսնում ենք, որ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց։ Այո, կեսը չի ընդունում Իվանիշվիլի, բայց դա ազդում է։ Հայաստանում էլ արդեն որը մեկը չի ասում Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ասում են Հրանտ Բագրատյանին նման ուզում եք մեզ ոչնչացնի եւ մարդկանց վրա դա ազդում է, հատկապես եթե տեսնում են Ուկրաինայի ոչնչացված քաղաքները։ Այլ հարց է, որ եթե դու ուզում ես լինել անկախ, դու պետք է դրա համար պայքարես ազատ աշխարհը, բայց ազատ աշխարհը պատրաստ չի պայքարի, իրենք սովոր են հարմար, որ ամեն ինչ լավ լինի, ուրեմն գումարները ծախսեն ոչ թե բանակի վրա, հիմա չեն կարողանում չէ 5%-ը ապահովել։ Իդեպ Տրամպը շատ ճիշտ է անում, որ ստիպում է, ինչ են ասում Իսպանիայում, բա մեր սոցիալական ծրագրերը, բա սոցիալական ծրագրի ժամանակը չի։ Բայց պատրաստ չեն, իսկ Ռուսաստանը ավտոկրատ երկրը նույն Իրանը, ինքը խնդիր չունի, ԱՄՆ-ից հզոր չի Իրանը, զոհերի տեղ բան եմ ասում, բայց ասենք 30,000 մարդ գնդակահարել է Իրանում, խնդիր չի առաջացնում, շատ ցավալի բան եմ ասում։ 15 զոհ ամերիկյան զինվորների շրջանում կոնգրեսում առաջացրել է իմպիչմենտի մասին խոսակցություններ դեմոկրատների մոտ, որոնք հնարավոր է վերցնեն կոնգրեսը։ Այսինքն այն գինը, որ պատրաստ է վճարել Վլադիմիր Պուտինը իր ճանապարհին, անհամեմատ ավելի բարձր է, քան այսօր ես տեսնում եմ ժողովրդավարական երկրները պատրաստ են
վճարել իրենց ուրեմն ժողովրդավարությունները պաշտպանելու համար։ Դա է Պուտինի շեշտը, ոչ թե ռազմական ուժը, Ուկրաինայում տեսանք, որ դա միֆ էր, ոչ թե տնտեսությունը, ոչ թե ժողովրդավարությունը, ոչ թե դեմոգրաֆիան, այլ տեսեք, լավ է լինել ավտոկրատ իր ասածը, բայց տեսեք մենք ամբողջ աշխարհին վախեցնում ենք, բոլորը մեզնից սարսափում են, քան թե տեսեք ինչ է կատարվում Ամերիկայում, իրար միս են ուտում, տեսեք Հայաստան ժողովրդավարությունն է, լավ է, ոչ մեկ չի հասկանում ինչ է կատարվում, ոչ օրենք է հաստատվել, 90 հատ կուսակցություն կա, ու ես մարդկանց եմ լսում, որ ասում են հո մեզ մի հատ sense ուժեղ ձեռք է պետք է, չես հասկանում ինչ է նշանակում ուժեղ ձեռք։ Մյուս կողմից պարոն Քոչարյանը միշտ սիրում է խոսել իրավունքներից, ժողովրդավարությունից, այստեղ էլի դա օրինակ բան կա, այնպես որ այստեղ եզրակացնելով կարող ենք ասել, որ դեռ Ռուսաստանը կարողանում է, երբ կհասկանա ազատ աշխարհը, որ եկել է միավորվելու ժամանակը, ինչպես դա եղավ Մյունխենյան, այսպես գովռիցներություն, պայմանավորվածություններից հետո չգիտենք, բայց այն որ ես այս բանին դեռ չեմ տեսնում, որ պատրաստական են արևմուտք ասելով կոնսոլիդացվել, դա պարզ է։ Եկեք հիշենք, Ստալինը եկավ, շատ կարճ ժամանակ հետո պարզվեց, որ Լենինը բոլոր հարցերում սխալ էր։ Շատ կարճ ժամանակ հետո ու մոռացանք համաշխարհային հեղափոխության առաջնորդին։ Ստալինի մահից հետո եկավ Խրուշչով ու պարզվեց անհատի պաշտամունք եւ այլն եւ այլն եւ այլն։ Խրուշչովին գահանքեց արեց Լեոնիդ Իլիչը, ու ինչ կատարվեց Լեոնիդ Իլիչից հետո արդեն չասեմ, ամենայն դեպս եկավ Ելցինը ու պարզվեց բոլորն էին սխալ, Ելցինից հետո եկավ Պուտինը ու պարզվեց ախր Ելցինը բոլորից սխալ էր, այդ տրամաբանության մեջ կատարվելու Պուտինից հետո, այնուամենայնիվ գալու է չէ ինչ-որ մեկը, ոչ մեկը անմահ չի կա, շեյ բիսմյոտնները Չնայած Պուտինը ձգտում է Պուտինը ձգտում է անմահության, ավելին ասեմ, Էրդողանը ևս ձգտում է անմահության, ասենք եթե Պուտինը ֆիզիկական այդ հնարավորությունները ունի Էրդողանից մի քիչ երկար ապրելու, տարիքային առումով, բոլոր դեպքերում որևէ մեկը անմահ չի եւ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ 2028-ին Թուրքիայում իշխանափոխության հարցեր լինելու են ու եթե մենք վերցնում ենք գլոբալ քաղաքականությունը, միևնույն է ժողովրդավարությունը, պետք է պաշտպանված լինի։ Միանգամից ես այդ համաձայն եմ, որ աշխարհը պետք է ինքը իրեն պաշտպանելու սովորի, ոչ թե իսպանացիների պես պետք է սոցիալական ծրագրեր կամ ֆրանսիացիների պես սոցիալական ծրագրեր պաշտպանեն, այլ պետք է հասկանան, որ առաջին հերթին պետք է պաշտպանված լինի մարդը, ոչ թե ծրագիրը, այլ մարդը։ Մեզ մոտ էլ են, չէ, այստեղ բուժում հիվանդությունը, ոչ թե հիվանդին։ Դա արմատական տարբերություն ունի։ Մի հարց էլ թերևս քաղաքական ու անցնենք իմ սիրած բլիցին։ Տեսեք, Հանրապետություն կուսակցությունը այո պնդում է, որ այն քաղաքական ուժերը, որոնց կապիտալը օտարերկրյա ծագում ունի, չպետք է մասնակցեն այս ընտրություններին։ Եվ դեռ անցած տարվանից մենք բազում հարցազրույցներում անդրադարձել ենք այդ տարբեր տեղերում բացվող գրասենյակներին, ուժեղ Հայաստանի նաև այդ գրասենյակներում աշխատանքի ընդունվող մարդկանց, որոնք դե ֆակտո որևէ աշխատանք էլ չեն իրականացնում ու դա դառնում է արդեն ընտրակաշառք, բոլորովին վերջերս, եթե մեծամորի իրադարձություններին անդրադառնանք, որը հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրություններով բացահայտվեցին, այն բոլորը ինչ որ մենք ասում էինք, ըստ էության արդեն գործողության մեջ է։ Արդյոք այս ամեն ինչը հիմք չի, որպեսզի մեզ էլի չվերադարձնեն 20-րդ դար, կարուսելների, չգիտեմ ինչերի եւ 5000 դրամով, գուցե արդեն 100,000 դրամով, բոլոր դեպքերում հիմա այսպես Forbes-ի միլիարդատերերի հետ գործ ունենք, չգնեն մեր ձայնը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը այ չդարձնեն մի երկիր, որտեղ եթե ինչ-որ մեկը հանդգնում է ասել դու սխալ ես այնուամենայնիվ, չհայտնվի հոգեբուժարանում, որտեղ նույն այդ քաղաքական գործիչները, որոնք այսօր ամենաբարձրն են բղավում, Կրեմլի խրամատում գտնվելով ամենաբարձրն են բղավում անվտանգությունից, ինքնիշխանությունից, չգիտեմ, պետության շահից, պետությունը չդարձնեն խաղալիք բռնապետի ձեռքում։ Ես 2 տարի է, որ այս գործընթացների մեջ եմ եւ 1 տարի է ասում եմ, որ Հայաստանը փոքր երկիր է, աղքատ երկիր է դեռ, մեծ սոցիալական խնդիրներ ունի եւ այստեղ փողը գումարը կարող է մեծ դեր խաղալ։ Հիմա մենք դա տեսնում ենք։
Բացի այդ, կա որոշ հիասթափություն իշխանություններից կապված անորոշ վիճակով նշեցի Ադրբեջանի հետ, կապված ուրեմն օրենքը չհաստատելու հետ, նույնիսկ տեսակետներ կան պայմանավորվածությունների հետ, եւ եթե մենք տեսանք իշխանության հեղինակությունը անկում է ապրում, մարդիկ սկսում են արդեն մտածել գումարային տեսանկյունից, որ մեկ է բոլորը վատն են, ավելի լավ է այս պահին կան այդպիսի մարդիկ, գումարը վերցնենք, կարող են վերցնել ուրիշին ձայն տալ, բայց եթե չեն ընդունում այսօրվա իշխանություններին, սա կարող է լինել քվեարկություն ընդդեմ, ոչ թե հանուն։ Այսինքն ժողովուրդը արդեն մտածի Նիկոլ Փաշինյանի հանդեպ բացասական վերաբերմունքը ի ցույց դնելով այսպիսի ուժերին ձայն տալով։ Նիկոլ Փաշինյանը ուներ եւ դեռ ունի, բայց չեմ կարծում, որ կիրականացնի մի ճանապարհ, այո, օտարերկրյա կապիտալ ունեցողը մի կողմ, այդ կապիտալը օգտագործվում է, մենք չենք ասում այնտեղ թող չունենար, բայց այդ գումարներն են օգտագործվում։ Դա օրենսդրության խախտում է, ձեր նշած ձայնագրությունները արդեն հիմք են, որտեղ կուսակցությունը չմասնակցի կամ ուժը կամ դաշինքը ընտրությունների։ Վերջերս արդարացվեց մի անձ, որը նույնիսկ յուրաքանչյուր մանկապարտեզում գիտեն, որ ընտրակեղծիքներով է միշտ ընտրվել իր կուսակցությունը։ Հիմա էլ պարզվեց նա մաքուր բարերարը եւ էլի մասնակցել ընտրությունների, այսինքն ես չեմ կարող հիմա Վլադիմիր Պուտինին մեղադրել ինչ-որ բանի մեջ, Վլադիմիր Պուտինը չի թաքցրել իր քաղաքականությունը։ Մարդը հեղաշրջում է ուզում։ Հեղաշրջում կամ ուզում է այսպիսի իրավիճակ, որ լինի ռուսամետ ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, որին կարելի է այս ընդդիմության փխրուն մեծամասնությամբ, եթե լինի այդ մեծամասնությունը եւ տնտեսական լծակներով բերել անհրաժեշտ դաշտ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին փոխելը չի դեռ առաջնային այստեղ, ստեղծել ականապատ դաշտ Փաշինյանի շուրջը, ոչ թե այնպիսի ընդդիմություն, որ մտածում է ժողովրդի մասին, արևմտամետ չեմ ուզում ասել, հիմա արևմուտքն էլ են չի, ժողովրդավարական արժեքներով արևմուտքն միասնական չի, այսինքն ուժեր, որոնք կքննադատեն Փաշինյանին, երբ սխալ է եւ կգովաբանեն, երբ ճիշտ է, ոչ թե ապրիորի կասեն, ինչ անում է Փաշինյանը, ում դավաճանը, դա էլ ենք տեսնում, չէ՞։ Այ դուք հենց հիմա հիմնավորում եք, որ հանրապետությունը պարտադիր պետք է լինի խորհրդարանը, որտեղ տեսեք, մենք իբրև խորհրդարանական ուժ բազում առաջարկներ ենք արել, որոնք այս կամ այն կերպ ինչ-որ չափով կամ ինչ-որ մի մաս ընդունվել է, բայց մեզ անհրաժեշտ է լծակ, պարզապես լծակ, որպեսզի թե իշխանությունը, թե այդ ձեր թվարկած քաղաքական ուժերը, եթե հայտնվեն խորհրդարանում, չկարողանան երկիրը էլի պահել այս 5 տարվա մեր անցած հնգամյակի, անցնող հնգամյակի անկայուն, անանուն ու հեղեղուկ իրավիճակում։ Մենք պետք է լինենք խորհրդարանում, որպեսզի կարողանանք իշխանության վրա ազդել, որպեսզի կարողանանք իշխանության այդ իր բազում աթոռներից վեր կացնել ու նստեցնել այն աթոռի վրա, որտեղ Հայաստանի Հանրապետության պետական շահն է, որտեղ պետականությունն է պաշտպանվում, որտեղ ժողովուրդն է պաշտպանվում, որտեղ ոչ թե հարցերը հետաձգվում են, ասենք երկրորդ այեկի կառուցումը մինչև դարավերջ կորոշենք, որ երկիրը պետք է կառուցվի։ Կամ ամուսարը շահագործում ենք, եթե բնապահպանները չարարկեն։ Հայաստանի Հանրապետությունը ցավոք, այո, աղքատ երկիր է բնակչության առումով, բայց Հայաստանի Հանրապետությունը ֆենոմենալ հարուստ երկիր է բնական ռեսուրսների առումով, որոնք պետք է օգտագործել, ոչ թե պետք է իբրև հումք արտահանել երկրից, այլ իբրև մրցունակ ապրանք արտահանել երկրից։ Իսկ դրա համար պետք է որ Հայաստանի Հանրապետությունն ունենա արտադրություն, արդյունաբերություն, հարց, որը որևէ կերպ սկսած Վազգեն Սարգսյանը լուծեց, Արամ Սարգսյանը շարունակեց, Ռոբերտ Քոչարյանի օրից հարցը փակվեց։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության պահից հարցը փակվեց եւ առ այսօր մենք մնում ենք այսպես կամ հումք արտահանող երկիր կամ ընդհանրապես մեր բնական պաշարներից բացարձակապես չօգտվող երկիր, հավելեք մեր ջրային պաշարները։ Տեսեք ինչ է կատարում հարևան Իրանը, ուզում էին մայրաքաղաքը տեղափոխեին, որտեղ պարզապես ջուր չունեին։ Էլ արաբական աշխարհում ջրի գինը ամենայն դեպս նավթի գնից բարձր է։ Այնպես որ մենք շատ հարուստ երկիր ենք, իսկապես շատ հարուստ երկիր ենք, բայց մենք ունենք արդյունավետ կառավարման երկիր։ Խնդիր, մենք ունենք մեր բնական ռեսուրսներից ճշգրիտ օգտվելու խնդիր։ Եվ ես կարծում եմ, որ այո, Հանրապետություն կուսակցության խորհրդարանում ներկայությունը
անհրաժեշտությունն է ու պարտադիր է, որպեսզի այս հարցերը ոչ միայն դրվում են նաև հիմա, այլև լուծվեն։ Ամբողջ խնդիրը հարցերի լուծումն է, ամբողջ խնդիրը ժամանակ չկորցնելն է։ Մենք այնքան ժամանակ ենք կորցրել, ժամանակ, որ միակարժեքն է, որը չի վերադարձվում մարդու կյանքի հետ։ Եվ այստեղ մի վտանգ էլ կա, օրինակ, եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը անընդունելի էին լայն հասարակության համար, Սամվել Կարապետյանը այդպիսի անցյալ չունի, այո, ասում են Ռուսաստանից կախված է, բայց դեռ այդպիսի բաներ չենք լսել, այսինքն վտանգավոր այն է, որ ժողովրդի շրջանում կան մարդիկ, ովքեր համակրում են Ռուսաստանին, երբեք չէին ընտրի Քոչարյանին ելնելով իր նախկին քաղաքականությունից։ Ես կարծում եմ Սամվել Կարապետյանը ավելի վատ անցյալ ունի, որովհետև մարդ, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետ իր ամբողջ կյանքում կապված է եղել տաշիր պիցայով, հեծերով։ Այդ առումով չեմ ասում, Ու վերջ, բռնապետական է թակումը, շատ ճիշտ եք ասում, ավելի վատ է լինել անդեմ, ես ուղղակի խոսում եմ լայն հասարակության շրջանում։ Սքանչելի բնորոշում տվեցիք, մարդ, որ ոչ միայն անդեմ է, այլև այստեղ լինելով հանդես է գալիս արհեստական բանականության շնորհիվ, դիտեք, տեսակ արհեստական մարդկանց չեմ կարծում, որ նորմալ մարդիկ պիտի գնան ու կվետան։ Օտարերկրյա ինչ-որ բլոգերների կամ չգիտեմ իմիջ մեյքերների ֆենոմենալ է շնորհիվ եզրակացնելով, ավարտելով շատ ճիշտ եք, եթե մենք ունենանք այսպիսի խորհրդարան, որտեղ պիտի լինեն օրինակ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Նիկոլ Փաշինյանը եւ ով է Ռոբերտ Քոչարյանը, ես կասեմ, որ դա ավելի վատ է լինելու, քան այս ներկայիս խորհրդարանը։ Ես կարծում եմ, որ մենք 26 հունիսի 7 ընտրության արդյունքները եկեք չկանխորոշենք, որովհետև Հայաստանի Հանրապետության ընտրողը պետք է գնա եւ պատասխան տա մի հարցի, ուզում է ինքը ապրել իր երկրում, թե չի ուզում։ Ուզում է ինքը իր երկրում ազատ ապրել իր օրվա հացը վաստակելով իր երկրում, ոչ թե արտագաղթելով ռուսական կամ ղազախական տապաստաններ։ Սա է խնդիրը։ Բայց անցնենք բլիցին։ Իմ ամենասիրած հատվածին։ Ինչպես եք վերաբերվում ֆորս մաժորներին։ Կյանքումս շատ են եղել ֆորս մաժորներ, երբեմն փորձում եմ դիմադրել, բայց երբ հասկանում եմ, որ անհնար է, մինիմալ կորուստներով փորձում եմ հարմարվել իրավիճակին։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Կլեոպատրային։ Խոսում էր, որ նա դիապետել է բազմաթիվ լեզուների եւ դրա դիվանագիտության շնորհիվ է կարողացել ուրեմն Ցեզարի հետ, հետո Մարկ Անտոնիոյի հետ իր հարաբերությունները կառուցել, ինչու նա սխալվեց եւ Օկտավիանոսի հետ չկարողացավ գտնել շփման եզրեր, որպեսզի մնար իշխանության Եգիպտոսում եւ ոչ թե իր կյանքը ավարտեր ինքնասպանությամբ, այսպես ասած։ Ես չեմ կարծում, որ Կլեոպատրան ինքնասպան է եղել, ամենայն դեպս անալներում կա, որ Օկտավիանոսը նրան սպանել։ Դե եզրեր պիտի գտներ, դիլնելով դիվանագիտ կարծում եմ կկարողանար։ Կա գիրք, որ մշտապես վերընթերցում եք։ Այո, մեծ շախմատային Grand Chessboard տախտակ, այսպես ասեմ, շատ հետաքրքիր է եւ մերուրյա զարգացումների մասին է Բժեզինսկու գիրքը։ Շատ լավ, կարելի է ստել հանուն մարդու փրկության։ Ոչ թե ստել, այդ բանին չհասել ողջ ճշմարտությունը, այսպես փոխենք իրավիճակը։ Ամենից շատ ում եք կարոտում։ Իմ դստերը, որովհետև շատ հաճախ հեռու եմ լինում իրենից, ելնելով գործունեության, բայց քանի որ անկեղծ ասեմ, տատիկ, պապիկ չեմ ունեցել, չեմ տեսել իրենց կենդանի, փառք Աստծո ծնողներս առողջ են, այդպիսի կորուստներ չեմ ունեցել։ Ինչից եք ամենից շատ վախենում։ Վախենում եմ իմ տեսակետներում լինել չհասկացված եւ չկարողանալ ժողովրդին բացատրել երբեմն խոսքեր, որոնք այդքան էլ ոչ պոպուլյար են։ Ձեր հարցը ինձ։ Դուք հավատում եք, որ ժողովրդավարությունները կկարողանան դիմագրավել այսօրվա իրավիճակին եւ Հայաստանը
կապացուցի, որ ճիշտ ընտրություն է կատարել հայ ժողովուրդը ընտրելով Եվրաքվեի ճանապարհը եւ այն ստորագրությունները, որ հենց ձեր ջանքերի շնորհիվ է հավաքվին։ Միանշանակ այո։ Տեսեք, աշխարհը զարգանալու էլ ճանապարհ չունի։ Հռոմեական կայսրությունից սկսած մինչև այսօր ինչ ճանապարհ են անցնում կայսրությունները, ինչպես են ստեղծում, զարգանում, հետագործանվում։ Ես շատ ցավով եմ հռոմեական կայսրության, ընդհանրապես հռոմեական կայսրությունը ինձ համար ցանկացած պետության մոդել է, որովհետև աշխարհը ինչքան էլ զարգացել է, փոխվել են պետություններ, կառավարման ձևեր, դե ֆակտո բոլորն էլ մնացել են հռոմեական կայսրության այդ մոդելի մեջ։ Մի քիչ ձևափոխվել է, մի քիչ նոր տեխնոլոգիաներ, մի քիչ այլ հարցեր են ավելացել, բայց մոդելը նույնն է մնացել։ Եվ այդ մոդելի հիմքում միշտ էլ դրված է եղել ուժը։ Ժողովրդավարությունը պետք է կարողանա ինքը իրեն պաշտպանել։ Որովհետեւ ժողովրդավարությունը ինքը իրեն պաշտպանի, ժողովրդավարությունը պետք է հիմնված լինի մարդու վրա։ Ժողովրդավարությունը պետք է հիմնված լինի գիտելիքի վրա։ Ինչ էր անում մակեդոնացին կամ ինչ էր անում կեսարը նվաճված երկրներում։ Նրանք չէին գնում ժողովրդին բնաջնջելու։ Նրանք գնում էին ուսումնասիրում էին արվեստը, ընդունում էին այդ ժողովրդի մշակույթը ու պարզապես տանում էին հռոմեական իրավունքը, փորձում էին այդ ժողովուրդների պետություն ստեղծել այդ ժողովուրդների համար։ Այ մենք հիմա պետություն ստեղծելու ճանապարհով ենք գնում։ Եվ ոնց ուզում եք վերցրեք 2026-ի հունիսի 7-ի ընտրությունները մեզ համար նաև անկախության հանրաքվե են դառնալու, որովհետև առաջին հերթին մենք պետք է գնանք ու պետք է պատասխանենք, իսկ մենք պատրաստ ենք այս երկրի համար պատասխանատվության։ Մենք պատրաստ ենք այս երկրի համար անձնազոհության, եթե անհրաժեշտությունը ծագի։ Մենք պատրաստ ենք վաճառքի չհանել եռաբլուրը։ Դե ֆակտո բոլոր նրանք, ովքեր պատրաստ են մի քանի հազար դրամի դիմաց պետություն ծախել, ծախում են եռաբլուրը։ Մենք պիտի արգելենք դա, օրենքով լինի, ուժով լինի, չգիտեմ ոնց լինի, բայց մենք պետք է արգելենք դա։ Ու մարդկանց գիտակցության մեջ դա պետք է արմատավորվի իբրև պետության, ժողովրդի ու իրենց ընտանիքի պաշտպանություն։ Մարդը պետք է հասկանա, որ դա արվում է իր համար ու ինքն է դա անելու։ Ոչ թե պիտի սպասի, որ դրսից ինչ որ տեղից, չգիտեմ, կգան իր համար, կկառուցեն, կնվիրեն, կօգնեն, կպահեն, չէ։ Այդ սպառողական հոգեբանությունն է մեր հերն անցել։ Մենք պետք է անենք այն, ինչ պարտավոր ենք անել։ Ու այդ պարագայում աշխարհը արդեն մեզ հետ կխոսի հավասարը հավասարի պես։ Ոչ թե պես կնային Հայաստանի հարցերը կարելի է բանակցել Ռուսաստանի հետ, կարելի բանակ, չէ։ Հայաստանի հարցերը պետք է բանակցել Հայաստանի հետ։ Վերջ։ Փրկիչներ չփնտրել։ Չկան փրկիչներ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Սիրելի ունկնդիրներ, բազմաբովանդակ այս խոսակցությունից ես կարծում եմ այնուամենայնիվ ձեր մեջ պետք է մնան հարցեր։ Ես շատ կուզեմ, որ դուք այդ հարցերին տակ շիտակ, իսկապես բովանդակային պատասխաններ, որովհետև 2026-ի ընտրությունները հունիսի 7-ին են, իսկ հունիսի 8-ից հետո կյանքը շարունակվելու է, ու մենք պիտի շարունակենք միմյանց նայել շիտակ, բաց աչքերով եւ հանգիստ սրտով ու շարունակենք սիրել պետությունը, երկիրը, ինչու ոչ, սիրել նաեւ միմյանց։ Շնորհակալ եմ։